օր։ Մեծ տարի։ Ես չեմ։ Տեղից չի կարելի։ Շնորհակալություն պատվաժան դատարան, պատվաժան դատարան մինչ քննարկվող առարկային հարցին անդրադառնալը ձեր դիտողությամբ շատ հարկի է կփորձեմ ձեր դիտողությամբ արձագանքել արգելի պաշտպան Տիկին Զավարի Պոստանջյանի եւ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի կողմից բարձրացված հարցերին միանշանակ համաձայն եմ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք կատարած անձը, անկախ նրանից ինչը պետական անձ է, պետք է օրենքի առջև պատասխանել։ Մյուս հնչեցրած կարծիքներին ինչ էլ որ անվանվի այս գործի նախաքննությունը կամ գործին վերաբերող փաստերը, ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտեն ապացույցները, իրականությունը նաև հայտնի դառնա դատավարության ոչ մասնակիցներին, ապա կկազմվի այն կարծիք։ Սա է սկսում։ Հիմա ներկայացված ավելի հարցի անդրադառնամ։ Պատվաժան դատարան նախաքննության ընթացքում Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես պատվամիջոց կիրառվել է կալանքը եւ սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը բացառությամբ մեծավոր ազգական ինքնիշխանության անդամների հետ։ Դատարանների կողմից արձանագրվել է, որ քրեական բարոյթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Մեղադրյալը առնչություն ունի իրեն դասագրվող անցավոր արարքի կատարման հետ։ Ընդ որում այս Արաքչիացյանի դատարանի որոշումը բողոքարկվել է եւ վերաքննիչ կարծիքը դատարանը համաձայն է եղել Արաքչիացյանի դատարանի դիրքորոշման հետ։ Առնվազն մեծ իրավաբաններից քաչ հայտնի է, որ մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելը կամ այդ հարցի վերաբերյալ ավելի խորացված կամ ավելի խորությամբ վերլուծություններ իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ եւ այս հանգամանքը արձանագրվել է նաեւ վճռապետ դատարանի նախադեպային որոշումներով, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ընդհանրապես արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին։ Եվ այս տրամաբանությամբ, որ չպետք է խորացված քննություն առարկա դառնա հիմնավոր կասկածը, կայանում է տրամաբանությունը էությունը նրանում, գաղափարախոսությունը, որ եթե այս հարցի կապակցությամբ գործազդեցության քննող դատարանը դիրքորոշում հայտնի, ապա ակամայից կստացվի արդեն որոշակի կամ կդիտարկվի առնվազն կողմնական դատարան։ Հետևաբար, արձանագրելով, որ քրեական բարույթով ձեռք են բերվել բավական տվյալներ հիմնավոր կասկածը հաստատելու համար, պատվաժան դատարան ձեր կրթությամբ անցնեմ թափանմիջոց կիրառված կալանքի հիմքերի։ Շնորհակալություն։ Եվ պետք է կրկին արձանագրեմ, որ Արաքչիացյանի դատարանի կողմից բարույթ իրականացնող մարմինի միջնորդության քննարկման արդյունքում հանգել այն հետևության, որ քրեական բարույթում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առայն, որ Մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Լավ, ձեր զգացողությունները խնդրում եմ ասեք առավել ևս որևէ ծավալման կողմից չէ։ Լավ, շարունակեք։ Եվ երկրորդը, որ ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով որպես Մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում անօրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ, առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։
Առաջին հայցանի դատարանի այս արձանագրումները եւ առասարակ որոշումը հարգելի պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իր համաձայնություն է տվել առաջի հայցանի դատարանի արձանագրումներին։ Եվ դրանից հետո ունենք ընդհանրապես մեկ իրավիճակի փոփոխություն, կամ իրավիճակի մեկ փոփոխություն, դա այն է, որ քրեական գոհարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն հանձնվել է դատարան, որպեսզի այս հանգամանքը չարծացվի եւ որևէ կերպ փորձ չարվի դիտարկել, որ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնելը արդեն այնպիսի իրավիճակի փոփոխություն է, էական փոփոխություն, որ կարող է հիմք հանդիսանալ խափան միջոցի փոփոխման համար, ապա շտապեմ արձանագրել եւ վկայակոչել, համոզված եմ հարգելի պաշտպանների նույնպես հայտնի վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները, որ զուտ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված լինելու կամ հանձնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ նախկինում ընտրված խափան միջոցի հիմքերը որևէ կերպ նվազել են կամ զերոացվել են։ Շարունակենք։ Ես ուզում եմ քննարկման առարկա դարձնել, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել այն պահից հետո, երբ ընտրվել է խափան միջոցը, այս օրվա դրությամբ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խափան միջոցը փոխելու համար։ Իմ գնահատմամբ այդպիսի էական որևէ հանգամանք ի հայտ չի եկել եւ շարունակում են պահպանվել նույն ռիսկայնությամբ նախկինում արձանագրված հիմքերը։ Փորձեմ անդրադառնամ մեկ առ մեկ։ Առաջինը, ինչպես արդեն նշեցի, առաջի հայցանի դատարանի կողմից այդ հիմքի հիմնավորում վկայակոչվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը, վկայակոչվել են այն փաստը, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս, եթե հիշողությունս չի դավաճանում, նույն դատարանում քննվում է մեկ քրեական գործ, որը առերևույթ վկայում է, որ անձը առերևույթ կատարել է փաստորեն մի քանի հանցավոր առերևույթներ, կրկնում եմ առերևույթ, եւ այս հանգամանքը դատարանների արձանագրմամբ եւ նաեւ իմ համոզմամբ որոշակի չափով վկայում է անձի հետագայում դրսևորվող վարքագծի մասին։ Հաջորդը։ Շատ էական է նաեւ հերական գործում գործով ձեռք բերված եւ այդ թվում նաեւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների իհարկե ոչ բովանդակային, բայց այդ ապացույցներից որոշակի փաստերի վկայակոչում, որը իմ կարծիքով հաստատում է այդ հիմքի բարձր ռիսկայնությունը։ Մասնավորապես, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ունենք խոսակցություններ, որից մասին համոզված եմ եւ դատարանն է արդեն հասցրել որոշակի ոչ ամբողջ բնույթով եւ հարգելի պաշտպանները ծանոթացել, որոնք վկայում են կամ ավելի ճիշտ, ավելի կոնկրետ, որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում են նաեւ հետագայում անօրինական գործողություններ առերևույթ հանցավոր հանրարարներ կատարելու մասին։ Եվ այս երկու հանգամանքների համակցությունը իմ խորին համոզմամբ այո վկայում է, որ արկա է եղել այդ հիմքը բարձր հավանականությամբ եւ այս պահի դրությամբ շարունակում են դրանց իրավաչության պայմանները խափան միջոցի եւ այդ ռիսկը այո հիմքը նույն ռիսկայնությամբ պահպանվում է։ Հաջորդ հիմքը, որ դատարանի կողմից արձանագրվել է, ինչպես արդեն նշեցի, դա այն է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Ղուկասյանը հնարավոր է չկատարել իր վրա դրված պարտականությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությամբ եւ անօրինական ազդեցություն գործադրի ժողովրդական կերպով ասած վկաների եւ գործում անցնող մյուս անձանց նկատմամբ։ Ինչու է այս ռիսկը արկա եւ ինչու է դրա ռիսկայնությունը բարձր։ Նախարարինը ուզում եմ վկայակոչեմ եւ արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն ինքն էլ արձագանքեց եւ բացահայտեց, իհարկե կարծում եմ բոլորիս նաեւ դա հայտնի է, որ ունի բավականին ճանապարհ անցած
Եվ ժամանակի ընթացքում և մինչև, կամ այսպես ասեմ, առերույթ հանցանք ապրելու ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, անհերքելի է որոշակի հեղինակություն ունենալու հանգամանքը և հաշվի առնելով, որ սույն քրեական գործով առնչվում են նաև կամ առնչվել բառը միգուցե տեղին չի, դատակոչով վկայակոչված անձանց, անձին կամ դրանց գերակշռու մասը աշխատել են նաև նույն կառույցում Շարունակեք մեղադրյալ դրեք մի ընդհատեք, ձեզ հնարավորություն կտրվի բոլոր ներկայացված դիտարկումներին պատասխան ներկայացնեք, տեղից չխոսեք։ Խոսում եք կամ Կայսյանը ասում Դե խնդիր է առաջանում հետագա շարունակության հետ կապված, որպեսզի իրավիճակը ոչ մի բան չեմ արձանագրում, հետագա սրացում չստանա, դրա համար արձանագրում։ Խնդրեմ հարգելի հանրային մեղադրող շարունակեք։ Շնորհակալություն պատասխան դատարան։ Եվ այդ անձանց գերակշռող մասը աշխատել են հենց մեղադրյալի ստորադասությամբ, հետևաբար, ունենալով հեղինակություն և վերադաս լինելով այդ անձանց նկատմամբ հռետորական հարց, արդյոք ողջամի և հիմնավոր չէ այն կարծիքը, տեսակետը, որ առաջինը մեղադրյալը ունի ազդեցություն գործադրելու հնարավորություն, գործիքակազմ և արդյոք նման քայլի չի գնա, քայլը լավ իմաստով իր օգուտ ցուցմունքներ ստանալու դատականության ընթացքում ներկայացնելու։ Առնվազն այս փուլում այս հանգամանքները միանշանակ տեսանելի են, կարծում եմ անաչառ ցանկացած անձի մոտ անմենապահորեն կառաջացնեն այն տեսակետները, կարծիքները, որը հիմա ես բարձրաձայնում եմ և պատվարժան դատարան գտնում եմ, ստիպված պետք է կրկնվել։ Այս պահի առնվազն ի հայտ չեն եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք այս ռիսկերը կարող էին որոշակի չափով նվազեցնել, ընդհուպ հասցնել զերոյի։ Ամփոփելով խոսքս պատվարժան դատարան գտնում եմ, որ դերևս իմ կողմից բարձրաձայնված հիմքերը առկա են, դրանք նույն ռիսկայնությամբ պահպանվում են, հետևաբար պատվարժան դատարան գտնում եմ, միջնորդում եմ, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես կապման միջոց կիրառված քանակի ժամկետը երկարաձգել։ Եվ կարծում եմ այդ ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով, ինչու։ Քիչ է։ Ոչինչ։ Ինչու։ Մեղադրյալ ոտքի կանգնեք։ Ես չեմ կարող։ Չի կարելի ընդհատել։ Ոտքի կանգնեք, դատարանը չի ավարտել։ Ասեք։ Ավարտի դատախազը հանրային մեղադրողի ելույթը ձեզ հնարավորություն կտրվի դիտարկում իրականացնել։ Տեղից այլևս չխոսեք։ Նստեք։ Շարունակեք։ Ինչու 3 ամիս պատվարժան դատարան, որովհետև իմ գնահատմամբ մենք դեռ առջևում ունենք ապացույցների հետազոտման փուլ, այդ թվում նաև տկաների և դատակոչով վկայակոչված մյուս անձանց հարցակցություններ, և այս հանգամանքները նույնպես թույլ տվեք վերադառնամ իմ նախկին պնդմանը, ինքնին հիմք են արձանագրելու, որ այդ հիմքերը դեռ պահպանվում են։ Եվ 3 ամիս իմ պատկերացմամբ անհրաժեշտ է ևս կալանքի ժամկետի երկարաձգում, որովհետև ապացույցների բազայի սպառումը կարծում եմ հնարավոր է իրականացնել հենց այդ ժամանակահատվածում։ Եվ միայն դրանից հետո գնահատելով ստեղծված իրավիճակը կամ ի հայտ եկած հանգամանքները կարելի է կրկին քննարկման առարկա դարձնել այս հարցը և հանգել նոր եզրահանգումների։ Պատվարժան դատարան միևնույն ժամանակ մեկ նախադասությամբ ցանկանում եմ նշել, որ իմ գնահատմամբ այլընտրանքային որևէ խախտման միջոց իզորու չէ այս փուլում պատշաճ վարքագիծ ապահովել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի համար և հետևաբար դրանց ավելի մանրակրկիտ անդրադառնալու կարիք չունեմ։ Իհարկե ես համոզված եմ, ինչպես իրավացիորեն նշեց պատվարժան դատարանը, շատ պրոֆեսիոնալ պաշտպաններ ունենք ներկա դատարանում, համոզված եմ, որ նրանք այլ դիրքորոշումներ են հայտնելու, այլ տեսակետներ են բարձրաձայնելու և կխնդրեմ պատվարժան դատարան
այդ ամենը լսելուց հետո հնարավորություն ընձեռնել դրանց վերաբերյալ կարծիքը։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն նստեք։ Խնդրեմ հարգելի պաշտպաններ։ Պատվարժան դատարան